Free News-ի եթերում լուրերից դուրս հերթական քննարկումն է, այսօր տաղավարում իմ հյուրն է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։ Բարև ձեզ, պարոն Սուքիասյան։ Պարոն Սուքիասյան, տեսեք, Հայաստանի ներկա վիճակին ինչ-որ մի բան է պատահել, ինչ-որ մի բան է եղել, որ այսքան ընդդիմադիր փրկիչներ գալիս են կամ ընդդիմադիր ուժեր գալիս են Հայաստանը փրկելու։ Ինձ հետաքրքիր է, օրինակ դուք քաղաքագետ եք, անընդհատ ուսումնասիրում եք, այսինքն Հայաստանի վիճակը շատ վատ է։ Հակառակն է, հոտը առել են, որ ռուսական սյուզերենությունից պոկվում է, ինքնիշխանությունը ամրապնդում է, դրա համար մոբիլիզացել են եւ գրոհը ուժեղացել են պետության դեմ։ Պարզ է, որ քանի որ մինչ այդ մեր հանրությանը հայտնի դերակատարների հեղինակությունը տեղը չի, նոր իմպուլսներ են պետք, նոր շնչառություն է պետք, քանի որ Ռուսաստանն էլ ցավալի է, որ մենք ստիպված ենք այդ պետության անունը անընդհատ տանք, բայց քանի որ այդ պետության հետ է մեր կոնֆլիկտը, ստիպված պետք է ասենք։ Դարակներով ունի իրանք էլ առիթ անդադ տալիս են, չէ՞։ Դասավորած բաներ ունի, հայրենասերների դարակ կա, բաներ կա, չգիտեմ, փրկիչների, բարերարների հանում է ամեն անգամ մոբիլիզացել են պետության դեմ եւ ունեն ինչ-որ անհեթեթ ծրագրեր, որոնք ոչ Հայաստանի հետ կապ ունեն։ Օրինակ, տեսեք, մարդիկ ինչ են ասում։ Ակնհայտ է, որ իրենք գովերքում են ռուսական ուղղությունը։ Որում ցավալին գիտեք որն է, որ այս մարդիկ ոչ թե գտում է, որ ճիշտ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն է, այլ եթե այդպես լիներ, կքննարկեինք, դա օրինակ քաղաքական ծրագիր է, մտածողություն է, բայց այս մարդիկ կողմ են, որ Հայաստանը հանձնեն Ռուսաստանին, էս է վատը, թե չէ այնպես չի, որ ռուսական մտածողության մեջ այտենց մեծ վտանգ կա, կարելի է քննել։ Մարդիկ ինչ են ասում են, որ Ղարաբաղի հարցը պետք է իրենք բորբոքեն, չէ, բայց մնան ռուսական գծի մեջ, բայց Ռուսաստանը հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։ Լեռնային Ղարաբաղը իր բոլոր շրջաններով Ադրբեջանի տարածք է։ Հիմա ես եմ հասկանում, մի բան էլ այդ տարածքը ամրակայելու։ Հիմա հասկանանք, եթե դուք ուզում եք ռուսական գիծ, բայց նաև ուզում եք Ղարաբաղի հարցի բորբոքում, բա ո՞նց եք լուծելու այդ հարցը։ Ձեր սիրած պետությունը, ձեր օրիենտացիոն ուղղությունը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի տարածք։ Հիմա թող իրենք մեր հանրությունը բացատրեն, ինչպես այդ գծի մեջ հնարավոր այդ հարցը լուծել։ Բայց պարզ է, որ նպատակները ոչ Արցախն է, փորացավ ունեն այդ մարդիկ, ոչ էլ իրենք Արցախ հետ բերող են։ Պարզապես այդ դիսկուրսը պետք է բորբոքել, ենթադրել է, որ Արցախահայության հույզերի վրա պետք է աշխատեն, մի հատված կա, որ ընտրելու իրավունք ունի Հայաստանում, բորբոքեն այդ հույզերը, մի քիչ երևի ընտրազանգված գնա։ Բայց եթե հանկարծ շանս կունենան իշխանության, որ բնական է չեն ունենալու, իրենց նպատակը մեկն է՝ հրահարել ինչքան հնարավոր է արագ կոնֆլիկտ, որ շուտ գոռան ռուսական փրկություն։ Իրենք հիմա էլ են դա անում։ Օրինակ, վրաները ինչ ասես գրած է՝ ուժեղ Հայաստան, ուժեղ եսիմինչ։ Ադրբեջանի անունը լսում են, տակներն անում են, որ ռուսական ճորտություն են գոռում։ Դուք եք ուժեղը։ Ինչի եք դուք անընդհատ ասում երաշխավոր գտնենք, երաշխավոր գտնենք, մեկին բերեն օգն, այսինքն դուք այդ ուժեղը չեք, դուք սուտ եք խոսում։ Միակ Ադրբեջանի անուն լսելուց ռուսական ճորտություն եք բղավում։ Դասը հիմա ինչ ասեմ, Ռուսաստանն է մոբիլիզացել է, հոտը առել են, եթե այս անգամ էլ, եւ պարզ է, որ այդպես էլ կլինի, Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանող ուժերը կլինեն իշխանության։ Ապա եթե մենք այս 5 տարին կարողացանք արագ պետական ինստիտուտները կայացնել, ապա մենք հետագայում խնդիր չենք ունենա ով կգա իշխանության։ Մեր վատը որն է, որտեղ ինստիտուտները կայացած չեն։ Եթե ինստիտուտները կայացած իրեն, ով ուզում էր գար, ինչ ուզի խոսի, գիտես, որ ինստիտուտ կա, ակաժրից կբռնեն կձգեն, բայց քանի որ հիմա այդ ինստիտուտները կայացած չեն, մեր վտանգը դա է, որ հանկարծ մի հատ հակապետական մեկը չկա։ Իսկ եթե 5 տարին մենք օգտագործենք ինստիտուտները կայացնենք, մենք խնդիր չենք ունենա։ Տեսեք, հետաքրքիր բան է, երաշխավորների մասին, որ խոսում է, երաշխավորը շատ լավ է բիզնես գործարքի մեջ, ասենք բանկից վարկ վերցնելու պարագայում, հա, միշտ երաշխավորի կարիք զգացում է, բայց ես ուզում եմ հիշեցնել երկրորդ աշխարհամարտի տարիներին, ովքեր էին Լեհաստանի եւ Չեխոսլովակիայի երաշխավորները, ընդ որում հզոր երաշխավորներ էին, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան,
դե Միացյալ Նահանգներն է միշտ պատրաստ էր օգնություն գալու։ Եվ ու ինչ տեղի ունեցավ։ Գերմանիան շատ հանգիստ գրավեց Իրափայ Լեհաստանը եւ ամբողջությամբ Չեխոսլովակիան, ընդ որում Լեհաստանը գրավելուց ինքը նաեւ երաշխավորներից մեկն էր, որ Լեհաստանը չեն գրավի։ Հա, այտենց երաշխավորության մասին է խոսքը։ Անգլիաները ինչ էր ասում էր պայմանավորվել ենք պատերազմ չինելու, Չեխոսլովակիան տալիս ենք բրծնենք։ Դա է պայմանավորվել է։ Ընդհանրապես, ոնց է, տարբեր պարագաներում տարբեր է։ Երբեմն, հա, կարող է ինստիտուտը աշխատի, ասենք, հիմա Իտալիային Ֆրանսիան է, չէ՞, օգնել որ ազատագրվեն, ասենք, Ավստրո-Հունգարիայի ագրեսիայից։ Երբեմն լինում է, բայց մեր պարագան մեզ ապացուցում է, մեր պատմությունը ապացուցում է, որ մեր պարագայում դա ավարտվում է մեզ համար ողբերգության։ Հայությունը դա Իսրայել օրուց մնացած հիպնոզ է, աշխարհից փրկություն որոնել, բայց ունենալով կոնֆլիկտների այնպիսի ահռելի պոտենցիալ, որ այդ փրկությունը չի լինում, կոտրվում է քո գլխին։ Հայացքներս մնացել է դրսից, այդ օրվանից դժվար է ներս գալիս։ Դրա համար մեզ մոտ օրիենտացիաները շատ ուժեղ են, ռուսական, արևմտյան, դիմաշրջումների մտածողությունը հայության քաղաքական մտքի մեջ շատ է ուժեղացել, բայց ուրիշ բաներ կա, հայության մոտ թուրքական ուղղություն էլ է եղել օրիենտացիա, Օսմանյան կայսրությունում մի հատվածն էլ թուրքամետ օրիենտացիա ուներ։ Հիմա դա իր վատ օրից է, բայց մենք մեր կյանքը պետք է ստուգենք, մենք ունեցել ենք բազմաթիվ այդպիսի երաշխավորներ, որոնք մեզ տվել են թղթեր։ Օրինակ ռուսական բարենորոգումների ծրագիր թուղթը մեզ հայրենիքը Թուրքին։ Սան Ստեֆանո, Սևեր, ինչ ասես կա, մենք ժողովուրդ ենք, որը աշխարհում ունի այնքան թղթեր, որ աշխարհի ոչ մի ժողովուրդ չունի իր ինքնիշխանությունը երաշխավորելու, բայց կյանքը ապացուցում է, որ այդպես չի։ Պետությունները, որտեղ երբ որ դու հանձնում ես ուրիշին, ակնհայտ է, որ եթե կախվում ես ուրիշին, այդ ուրիշը քեզ օգտագործելու է։ Երկրորդը, եթե ուրիշը պրոբլեմ ունեցավ, քեզից ազատվելու է։ Մեր կյանքը մեզ ապացուցում է այդպիսի բան։ Օրինակ, խոսում էին ժամանակին Օսմանյան կայսրության փլուզման մասին, չէ՞, ասում են Եվրոպայի հիվանդ մարդը, չէ՞։ Բայց հիմա կա, չէ՞, այդ հիվանդ մարդը։ Հիմա ինչ չափով կա պետությունները, բայց մենք պրոբլեմ ունենք։ Մեր հայրենիքից մնացել է վերջի կտորը, որի վրա կա Հայաստանի Հանրապետություն։ Եվ մենք անընդհատ բացատրություն ունենք։ Մենք անընդհատ բացատրում ենք, թե ինչի մեր հայրենիքի մի հատվածը մեր հետ չի։ Մենք անընդհատ բացատրում ենք, թե մենք ինչ ենք մորթվում։ Ամեն ինչի համար բացատրություն։ Թուղթը կա, հայությունը չկա։ Թուղթը կա, տարածքը չկա։ Որովհետև ինքը չի նստում տեղը կանգնի, ինքը իր պոտենցիալը հաշվի։ Ինքը իր կոնֆլիկտի, իր լուծելու հավանականությունը հաշվի։ Օրինակ, մենք երբեք որևէ հաց չենք դրել, որ լուծենք մեզնով։ Հարցը դնում ենք, երաշխավոր ճարենք, որ գա լուծի։ Ասում ենք ցեղասպանության ճանաչում, դա հո մեր ուժի հարցը չի։ Ռուսական աշխարհայացքով ասում է ռուսը պետք է դա ճանաչի։ Արևմտյանն է ասում է արևմուտքը պետք է դա ինչ հարց դրել եք, մեր քաշից ծանր է։ Դրել եք, մնացել ենք տակը։ Դա համար մենք պետք է որոշում կայացնենք։ Մենք հաշվենք մեր աշխարհագրությունը, որն է մեր աշխարհագրությունը, որտեղ աշխարհաքաղաքականությունը աշխարհագրության վրա է, աշխարհագրությունը իր քաղաքականություն ունի, աշխարհագրությունից չես կարա բաներ անես։ Պոտենցիալը, դեմոգրաֆիա, հարևանների հետ հարաբերությունների բնույթը, քո հնարավորությունը ազդելու այդ կոնֆլիկտի վրա, այդ հարաբերությունների վրա։ Բայց պարզապես մենք հուզական ենք։ Այդ հայրենիքի ուշը տվել են ձեռներս, պետությունը ծախելով ապրում ենք։ Հայրենիքի ուշով ապրում ենք, պետությունը թողելով հետևներս, էլի։ Որտեւ մի քիչ էլ երևի պետականաշինության հարցում թույլ ենք մենք։ Մենք օրինակ երբ որ հնարավորություն է լինում ազատագրական պայքարով գալ հասնել ինչ որ մի բան ազատագրել, այդտեղ հայությունը տորմուս տալիս լրվում է։ Ու սկսում է ոչ թե պետականաշինությամբ զբաղվել, դարակներից հանում է թղթերի լեշը։ Բա հələ սպասես Վիլսոնի Հայաստանը կա։ Էսի քիչ է, էսի քիչ է, մերս ավելի մեծ էին։ Կարսի պայմանագրում մեր մասին սխալ բան կա գրած, այդ հələ պետք է գնանք այդ փոխենք, ընկնում է սկսում է սրա հետևից, պետությունը թողելով հետևը թուրքն էլ հոշոտում է։ Դա հայությունը սա պետք է թողնի, մենք պետք է խաղաղվենք, կանգնենք տեղներս, հաշվենք Հայաստանի Հանրապետության եւ հաշվել ենք արդեն Հայաստանի Հանրապետության պոտենցիալը որն է, որտեղ այդ կոնֆլիկտը դնում ես դասից օգտվելու են։
Եվ հիմա ռուսների եւ ենթադրում եմ նաեւ մինչ հեղափոխական անցյալների դերակատարների լացը այդ է։ Մենք այդ կոնֆլիկտացին բացիլները հանում ենք։ Եվ հանում ենք ինքը ստեղ էլ կոնֆլիկտ սարքելու հավանականություն չունի։ Ռուսի սապոկի թեմա չկա էլ Այո, հա, որտեվ այդ 200 տարվա այդ ճոճանակից մենք դուրս են գալիս։ Իրար պաստան մորթել, ֆուտբոլ են խաղում։ Այնի հրահրումը, այն Թուրքիի ցեղասպան բնազդը նա մորթում է, հանձնվում է սրան։ Նորից հրահրումը նրա ցեղասպանի բնազդը, ցեղասպանության մեջ ռուսները դերակատարություն իրենք են բորբոքել դրանց բնազդը։ Հա, իհարկե այն անողը արել է, բայց բորբոքող կա։ Դա համար ինչ ասեմ, սա խնդրեմ է, որ մենք պետք է հոգեբանորեն այս անցումը անցնենք, աշխարհայացքային անցում է, այս տրանսֆորմացիան մենք պետք է ապրենք որպես ժողովուրդ եւ գլխավոր դիտենք Հայաստանի Հանրապետությունը առանց կոնֆլիկտների։ Դե եթե անդրադառնանք հերթական դրսևորումներին մեր ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների, շատ հետաքրքիր էր ուժեղ Հայաստանի խորհրդի անդամի Նարեկ Կարապետյանի պնդում այն մասին, որ թրիփը երկարաժամկետ խաղաղություն կբերի Հայաստան, եթե Ամերիկայի մասնակցության մակարդակը ավելի բարձրացվի։ Այստեղ իմ ուղեղը պայթում է։ Այսինքն ինքը ուժեղ Հայաստանի ներկայացուցիչն է, չէ՞, Սամվել Կարապետյանի, ասել է դա ռուսական փողերի տիրոջ աղբոր տեղն է, այսպես ասած, եւ միշտ խոսում էին ռուսական նարատիվներից ու հանկարծ ինչի մասի։ Դե կարող է մոռացել է, չգիտեմ, Թե տրանսֆորմացիա է, տրանսֆորմացիա չի, ակնհայտ է, որ նայեք, իրենք էլ են հասկացել մի բան, որ եթե ռուսական կողմնորոշում իրենց կպցնում է, իրենք տապալվելու են։ Հիմա իրենք աստիճանաբար մի քիչ ուզում են մաքրվեն։ Ժամանակին ասում էին գնանք Չինաստանին բերենք, որովհետև դա Ռուսաստանն է իրենց հուշել։ Ասել է շարը գցեք Չինաստանի վրա, որ չջոգեն, որ ես եմ տակը ձեր հետ։ Ասում են չինական մոդուլային ատոմակայան, չինական տեքստիլ, որ հա, որ ոչ այդ ատոմականի տեղը գիտեմ, ոչ էլ այդ տեքստիլի, բայց Չինաստանին բերեն։ Հիմա էլ հա, հետո պարզ է, որ ակնհայտ է, որ տապալվում են, որովհետև դու չես կարող, լավ ասենք, ինչքան անտրամաբանական խոսես։ Ասենք վերջը ասածիդ մեջ նվազագույն ձևական ճշմարտություններ պետք է լինի, չէ՞։ Դուք բերել եք ամերիկյան նախագծի մեջ մտցնում եք Ռուսաստան։ Դա ակնհայտ է, չէ՞, որ դուք դա տապալում եք, որ ռուսական նախագծի մեջ Ամերիկային բերեք, մտցնեք ամերիկան ռուսական նախագիծն է տապալու։ Դրա համար հավանաբար որոշել են, ասել են, լավ, եկեք շատ չխոսենք, որտեվ իրենք ինչքան խոսում են, խնդրեմ են ունենում։ Իրենց վարչապետի թեկնածուն ինչ խոսում է, անընդհատ քրեական օրենսգիրքի հետ խնդիր է ունենում։ Դրա համար ստիպված դիմել են արհեստական բանականությանը, որ երևի եթե դատի խնդիր լինի արհեստական բանականությունը դատեն, էլի։ Իրենք էլ այտենց խնդիր են ունենում քաղաքական տեքստերը ճիշտ արտասանելու հետ կապված, բայց ես ենթադրում եմ խոսքը կիսատ է մնացել, որ շարունակել հավանաբար տակից էլի Ռուսաստանի մասին խոսել։ Շարունակություն, դա այդ ինչ որ հարցազրույց էր ամերիկյան կրիպտո ժուրնալիստի, դա էլ է շատ հետաքրքիր, հա, ասենք գտնել մի մարդու, որը կրիպտոյով զբաղվում, բայց ձեռի հետ նաև ժուրնալիստ է ու ընդ որում բավականին անունով ու քիչ փող հաստատ տրված չի լինի, էլի, այս պարագայում, բայց ամեն դեպքում ընդ որում նաև այն ինչ որ պայմանագրեր են ստորագրում, ինչ որ զինվորական շորերով մարդիկ են գալիս, Իսրայելի քաղաքացիություն ունեցող, եվրոպական քաղաքացիություն ունեցող, այդ մարդիկ ինչ են, դե ստիպված մենք ենք քննարկում, որտեվ ծրագրային բացատրություն չկա, այդ մարդիկ ինչ են անելու, ուժեղացնելու են Հայաստանը։ Դե ինչ են անում մարդիկ ըստ էության, թատրոն է, բեմականացում են խաղում, իրենց արածը ֆարս է։ Նախ որ այդ մարդիկ ասում են գնացել եմ, ես իմ Իսրայելից մի հատ թոշակառու եմ ճարել բերել եմ, պետք է ինչ-որ բան անի։ Իրենք ստուգել են այդ մարդը Իսրայելի Մոսադի ծառայության մեջ է, թե չէ։ Կա գործականներ եք դուք բերել Հայաստան։ Ո՞վ է ստուգել դեռ։ Կամ 20 թվին ինչով է զբաղված եղել այդ գործականներ են կարող այդ մարդիկ կապել են ջաներից, եթե դուք այդ մարդկանց եք բերել ու առանց այդ մարդկանց անցյալը ստուգելու, այսինքն դուք այս պետությանը պետությունը հազմ է գործակալական ցանցի ստացվում։ Սա ընդհանրապես ուզում ասեմ իրենց արածը
այնքան խոցելի է ինչ որ իրենք անում են։ Բայց ենթադրել է, որ քանի որ այս մարդիկ հավանաբար ինքնության հետ խնդրեմ ունեն, իրենք քանի որ հավանաբար որոշել են, որ իրենք ոչ մի բան են, որովհետև իրականում այդպես է ստացվում, թիմ չունեն, աշխարհայացները ռուսական է, ասելիք չունեն հայությանը, պարզ է, որ պետք է բերեն հիմա էլ ինչ-որ մարդկանց ռեկլամանեն, կապեն մեր ժողովրդի ջանին։ Իբր իրենք գիտեն, որ դասից մարդ են բերել, ուրեմն այդ մարդ եսի օտարազգի է, իմպորտնի, այսինքն իմպորտնի է, ուրեմն հաստատ կծախվի էլի, բայց այդտենց չի էլի, պարզ է, որ մեր հասարակությունը ես նույնիսկ առաջարկում մեր ազգային անվտանգության ծառայությանը զբաղվի դրանց բերած մարդկանց, ով ասում եք բերել։ Դե ստուգեն այդ մարդիկ ովքեր են։ Բայց բեմականացումը ֆարս են խաղում, հույս ունենան, որ մի քիչ ձայները ավելի շատ կլինի, ուրիշ բան չկա առանց։ Թե չէ իրենք այդ թիմով Հայաստանի Հանրապետությունում անվտանգություն ապահովել, ոչ հայ այդ մարդիկ, ոչ Հայաստանի տեղը գիտեն, իրենց բերած մարդիկ, ոչ Հայաստանի խնդիրները գիտեն, ոչ էլ մասնագետներ են, ով է ստուգել դրանց մասնագիտական ունակությունները։ Գնացել եք մարդ եք ճարի ռեկլամ եք արել, դրան ոչ մեկ չի ճանաչում։ Բայց ինչ ասեմ, այս process-ն է, մի մարդիկ ինչ որ մի բանով հանրությանը զբաղեցնեն, ռեկլամանեն իրենք իրենց, ջրիկացել են, ընդհանրապես process-ը շատ է ջրիկացել իրենց ներկայությամբ, որտեղ ամեն ինչ պրիմիտիվացել են այս մարդիկ։ Քաղաքական process-ը այդպիսի քաղաքական լուրջ բան է, դա գաղափարների, ծրագրերի, աշխարհ հայացքների բախում է։ Գնացել եք երկու թոշակառու եք ճարել, մեծ արհեստական բանականության եք դիմել, եկել եք ասում եք ինչ կլինի, մեզ ընտրեք իշխանություն։ Բայց դա տես չի լինում, էլի։ Օրինակ ոչ անհայտ Վիկտոր Սողոմոնյանը հարցազրույց էր տվել ռուսական Ռոսիա 24-ն էր թերևս, ու այնտեղ ասում էր, որ եթե հարց է տրվում լրագրողի կողմից, եթե ընդդիմադիր բլոկը հաղթի, հաջողության հասնի, ինչ կլինի, դու ասում ես ինչ կլինի, ռուսական ամեն ինչը կվերադառնա, ռուսական ներկայությունը, ռուսական հեղինակությունը, Ռուսաստանի հետ այն էլ, այսինքն ամեն ինչ շատ պարզ է ու շատ հասկանալի է։ Ու ասենք ես չեմ հասկանում կամ ուզում եմ հասկանամ, փորձում եմ հասկանամ, դրա պլյուսը որն է, լավ, վերցնենք այդ ռուսական ձեր ասացի պլյուսը որն է, որ ոլորտում։ Ենթադրելի է, չէ, որ այդ մարդիկ հուսանք նվազագույն բանականություն ունեն եւ իրենք էլ պետք է հասկանան, որ չէ, աշխարհի պրոգրեսը Ռուսաստանում չի, այլ երկրներում է։ Հարավ-արևելյան Ասիան է ենթադրենք, արևմուտքն է, չէ։ Ասենք լավ, գոնե գնայք Հարավային Կորեային դիմեիք ենթադրենք, չէ, Հարավային Կորեայի զարգացման փորձը շատ լավն է մեզ համար, տիպական է շատ։ Արևմուտք կա, տեխնոլոգիաները այնտեղ են, արհեստական բանականությունը այնտեղ է, ամեն ինչ տնտեսություն, կրթություն, իրավական պետություն, գիտություն, սա այնտեղ է, չէ։ Ռուսաստանում բան չկա, Ռուսաստանում բացի կալոշից մեկ էլ ռուսերի սարքածի ինչ է, մենակ երևի ներկաթից բան աման բանն է, էլի գտալն է իրանց է։ Հա, չէ, մեկ էլ այդ բուխանկ են, որ բուխանկա են ասում են ավտոբուսանման մի հատ բան կա, չէ, որը 60 թվականից մինչև օրս փոփոխության չի ենթարկվել։ Կոնսերվատիվ է շատ, այսինքն պարզ է, որ իրենք էլ գիտեն, այնպես չի, որ չգիտեն, բայց ինչ են այդ ամեն ինչը անում։ Պարզ է իրենք գիտեն, որ ռուսական տնտեսությամբ, ռուսական գիտական մտքով Հայաստանի խնդիրները լուծել հնարավոր չի։ Հələ մի կողմ թողնենք, որ Ռուսաստանի աշխարհակաղակական դիրքորոշումների նկատմամբ, որ Ռուսաստանը չի հասկանում ինչ Հայաստան պետությունը որպես անկախ պետություն։ Բայց ինչի են անում այս մարդիկ։ Կամ գործակալ են եւ այդ գործակալական բնազդները մեջները կա, կամ էլ խնդրեմ կա, հոգեբանական կախվածություն կա, խեղված ինքնություն է, որովհետեւ գիտեք, ընդհանրապես պատմությունը իհարկե չի ասում ինչ անես, բայց պատմությունը հուշում է, պատմական անալոգիաները կարևոր են։ Նաեւ իրենք բան ունեն, չէ, տեսակետներ, դե հանձնվենք, ապրենք։ Մենք սովետական միության մի վերջի 20 տարվա գովքն են անում, հայությունը սովետական միության տարին կոտորվել է։ Մինչև 37 թիվը ռեպրեսիաներն են, ում հասցրել, մորթել են, ջնջխել են,
Դրանից հետո երկրորդ համաշխարհային պատերազմ, տալը 330,000 մարդու տեղ են կոտորել, դրանից հետո գլխին Սումգայիթ է բերել։ Սումգայիթը սարքել է սովետական միությունը, Ղարաբաղի հարցը սովետական միությունն է արել։ Հայությունը Ադրբեջանից տեղա, հա ճիշտ է, այն գործիքը նա է արել, բայց դա սովետն է, դա Ռուսաստանն է ձեր գլխին այդ սպանդը սարքել։ Բայց էլի էշի համառությամբ մարդիկ ասում են պիտի գնանք, ուրեմն խնդրեմ կա, հոգեբանական խնդրեմ կա, կախվածություն կա, չգիտեմ, մենակ գործակալ լինելը բավարար չի բացատրես այսքանից հետո, բացատրես թե ինչու է այս մարդը գնում դեպի Ռուսաստան։ Հնարավոր չէ, ուրեմն ինչ բան կա։ Խեղված ինքնություն ունեն այս մարդիկ։ Այն էլ կա, նաև կա խեղված ինքնություն, որովհետև սիրով են անում։ Կարող են ձևացնել, նվիրվածությամբ, ավելի նվիրվածությամբ, քան մի քիչ անեն ծրվեն, չգիտեմ, հնարավորություններ գտնեն շատ չանելու, գիտեն, որ իրանց դեմ է, իրանց պետության, իրենց ժողովրդի դեմ է։ Իրենց պետությունը տանում է ժողովրդով ստրկության, իրենք դա գիտեն, իրենք գիտեն, որ այս ժողովրդի մեծ մասը Ռուսաստանը գործուղելու է Ուկրաինա, տանելու է կոտորի, տանելու է, ոնց որ արել է երկրորդի։ Կան արդեն Ուկրաինայում։ Բայց էլի տանում են, բայց էլի մարդիկ ուզում են, դա ուրեմն խնդրեմ կա։ Մենակ ես գտնում եմ մենակ գործակալներ բավարար չի, խեղված են այս մարդիկ ինքնությամբ։ Դա մեր ժողովուրդը լավ պիտի գնահատի այս մարդկանց, պիտի հասկանա ովքեր են այս մարդիկ եւ այս մարդկանց ընդհանրապես ձայն չտա։ Պարոն Սուքիասյան, չեք կարծում, որ այդտեղ կա նաև անցյալի ազդեցությունը, հա? Այսինքն մինչև սովետական միությունը ցարական Ռուսաստանի կազմում Հայաստանը, հետո քանի որ մեր անկախ հանրապետությունը շատ կարճատև էր, ազդեցություն չէր կարող ունենալ սերունդների վրա, հետո խորհրդային միությունը ու անընդհատ ոնց որ կայսերապաշտության խնդիր կար։ Եթե դու ուզում էիր հաջողության հասնել, առնվազն ազգանունը պետքա ովով վերջանար, եթե Թիֆլիսում էիր, Թիֆլիս էր այն ժամանակ կոչվում, ուզում հաջողության հասներ Շվիլիով ամհա պետքա վերջանար, այսինքն մեր այդ կոդի մեջ կամ գենի մեջ անդադ մտցվել է այդ բանը, որ դու կամ պետք է մոռանաս կամ մի կողմ դնես քո ինքնությունը, քո ազգային պատկանելությունը։ Այո, կա այդպիսի դրվագներ կա։ Նախ իհարկե, որովհետև պատմությունն է զեղծարարությամբ գրված, իրականը չի կարդացել, որ մի քիչ ուղեղը ցնցվի, ճիշտ է իմանա։ Մեր ամբողջ պատմությունը գրած է մեր դեմ, բայց մենք դա լավ սիրով սովորել ենք ու չենք հրաժարվում այդ թեզերից։ Բայց կա նաև հա խնդրեմ, օրինակ Լևոն Շանթը ինչ է ասում, ախ այս անիծյալ հայկական սերվիլիզմը, օտարասիրությունը, օտարին հաճելի լինելը, ստորաքաշությունը, ասում ես չգիտեմ որտեղից է հայության մոտ այս սերվիլիզմը կա, որտեղից է։ Օրինակ հիշում եմ, կարծեմ Սարկոզին էր, որ Երևան էր եկել, Ֆրանսիան այդ ժամանակ հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև էր ընդունել, մեկն էլ ծորի անունը Սարկոզի էր դրել, հա։ Ես նախ այս օտար անունները լավ չեմ հասկանում, ասենք Պողոսյան, Նապոլեոն, յանի ինչ, բայց հիմա դնում են, բայց հարցը որն է, այդ սերվիլիզմն է, ծառայամտությունն է, որտեվ եթե մենք դա չունենայինք, մենք երկրորդ աշխարհամարտում այդքան զոր չէինք տա ռուսների համար։ Մենք սիրով ենք գնացել, մենակ այնպես չի որ տարել են, սիրով ենք գնացել։ Ես ասել եմ, ելի եմ ասում։ Սովետական միությունից ամենաշատը շահել է Ադրբեջանը։ Արցախն ու Նախիջևանն տվել են նվեր։ Ադրբեջանում եղել է խորհրդային Ադրբեջանում երկրորդ աշխարհամարտի ժամանակ 6 միլիոն մարդ։ Պատերազմի է գնացել 240,000-ը։ Մենք, որ ամենաշատն ենք տուժել, 1,200,000 ենք եղել, 330,000 զոհվել է մենակ, այդքան զոհվել է։ Ես ուզում եմ մեր ժողովրդին ինձ բացատրի, ինչի է այդտենց։ Բայց մեր պատմության գրքերի մեջ շարեր կա գրած, դες ադրբեջանցիները ով են, հենց վախկոտները, չէ, վախկոտ չի, խելք ունի։ Մերպես խելք չեն, հա, խելք ունի։ Ամբողջ բանի երկրորդ աշխարհամարտը, ամբողջ ծանրությունը սկզբից Անգլիայի վրա է եղել։ Անգլիան 7 տարվա մեջ 330,000 զոհ է տվել։ Մենք որ ընդհանրապես կապ չունենք 330,000 զոհ ենք տվել։ Բայց այլ գլուխ գովալու բաներ կա, լես անգլիացիներին նայեք, այսքան շատով այսքան քիչ են տվել։ Մենք որ մարդ չկա, այսքան շատ են։ Ամերիկացիները, եթե չեմ սխալվում, երկու ֆրոնտով կռվելով, այսինքն ամբողջ հարավ-արևելյան Ասիան ու Եվրոպան
որոշ չափով նաև միջերկրական ծովի երկրների տարածքներում տվել է, եթե չեմ սխալվում, 240,000 զոհ։ Այո։ Միացյալ Նահանգները։ Այո, եւ սա խնդրեմ է, սա խնդրեմ է, ինչից է, որովհետեւ մենք ազգային էգոիզմ չունենք։ Անհատական ունենք, ազգային էգոիզմ չկա։ Նույնիսկ եկեղեցին էլ է վագոններով մարդիկ է ուղարկել, պատիվ են արել այտենց ռուսներին, էլի։ Բայց սա նաև ինչ խնդրեմ ունի, որովհետև մենք հələ պետական գիտակցությամբ դժվար ենք բարձրանում։ Էթնոսի մակարդակ ենք մնացել, սրան լավություն անենք, դրան էս անենք, դրան են անենք։ Եթե բարձրանանք պետական մակարդակի, այդ հարցերը դուրս կգա մեր մեջ։ Մտածենք որպես պետություն։ Բայց չեն թողում, քաշում են անընդհատ, էսի բեր հայրենիքը, բեր հայրենական պատերազմը, պապը, պապուտ տունը, բաներ են պատմում։ Պապս բանում, Բերլինում պարի, ինձ ինչ։ Ինչ։ Այսինքն եթե ազգային էգոիզմով նայեք, մեզ ինչ, Բերլինում պապը պարը, ինչ, Հայաստանին ինչ։ Այսինքն հայությունը հարցը սենց չի դնում։ Պապս Բերլինում պարել, լավ է արել, Հայաստանին ինչ, այսինքն սրանք, բայց եթե պետական պապդ մնար, ասենք, ջաջուրում ու պարեր ջաջուրում, կենթանի մնար, իր աղբերը կենթանի մնար, ավելի լավ կլներ տերևս։ Սա կա է պատմության մեջ, որ հես եթե հանկարծ բանը Գերմանիան հաղթեր, Թուրքիան Հայաստանին գրա, սա սուտ է։ Սուտ է, հարձակվել է սովետական Գերմանիան, սովետական միության վրա հարձակվել է Բարբարոսա ծրագրով, չէ՞։ Պետությունների անունները կա, որոնց պետք է գրավի, Հայաստանը մեջը չի։ Մեջը չի։ Երկրորդը լավ է ասում, ինչ գիտեք գրավելու է։ Հիմա դա լեմա է, լուծում չունի։ Ես էլ ասում չէր գրավելու, ինչ գիտեք։ Բայց էդի կպցրել է սովետական KGB-ն է, էլի, որ հիմնավորի թե ինչ ես այսքան կոտորվել դու։ Հայությունը լետես կրկնում է։ Սա սուտ է։ Ու մենք անընդհատ գովում ենք, տարօրինակ է, էլի, մենք անընդհատ հպարտանում ենք, թե ինչքան զոհ ենք տվել, ինչքան հերոս ենք տվել, մենք այս մարդն ենք ունեցել հերոս, չէ, իհարկե չեմ թերագնահատում այդ մարդկանց հերոսությունը, չեմ թերագնահատում, բայց թերևս եթե ինքը չգնար կրծքով չփագեր այդ հրակնատը, այլ կենթանի մնար, միգուցե իր Գերդաստանի համար ավելի լավ լիներ։ Այո։ Չէ՞։ Այո, հա, դե այտենց բան է, բորբոքել են, գլուխ են գովել։ Ադրբեջանցիներին ասել են, որովհետև դե հա, ադրբեջանցիներին չէին անում այդ օրերին, ասենք խոզի մազով ոտքի մատերն էին կտրում, որ չգնան պատերազմ։ Հա, ներկայացվել, հա, դա իրանց որակն է։ Բայց դա մենակ այդ որակը չի, խելք ունեն, ինչ ուզում եք արեք։ Ինչ ուզում եք արեք, մարդը ամենաշատը շահել է, ամենաքիչն է մասնակցել պատերազմի։ Եվ ըստեղ հայությունը այդ բարոյականության տեսանկյունից հարցերը պետք է չքննի։ Հա, թող չգնար։ Ինչ կլինի, որտեվ հետո պարզվեց, չէ, որ այս բանը Ստալինը հրամանը չէ ստորագրել, ասել է ցեղասպանվել են սրանք, մարդ չբերեկել։ Այդ որ հայությունը ծնվել է, այդ հետո Սփյուռքից ներհոսք են թողել, ներգաղթ է թողել, չէ՞ թե մարդ չէր մնաց։ Այդ մշակույթը էլ բերել են, Սփյուռքն է բերել այդ մշակույթը։ Այդ էլիտար մշակույթը, ազգագրականը Սփյուռքն է։ Խոհանոցը, բայց նաև ձեռ են արել, ասել են որ կա կասես աղբար։ Համել միջեթնիկական հակասություն մեջներս դրեցին։ Սաղ կառավարել են։ Մենք լրիվ կառավարված ժողովուրդ ենք, լրիվ կառավարած է կոնֆլիկտով, միջեթնիկական հակասությունով։ Սաղ դրած է մեր մեջ, ականները դրած է։ Մենք պետք է ազատվենք դրանից։ Եվ հայությունը այտենց հուզականորեն չպետք է մտածի։ Մենք կարողացել ենք մեր պետությունը պահել, Հայաստանի Հանրապետությունը, որը այս գիշատիչների մեջ ոտքի է կանգնում, գտել է դաշնակիցներ, գտել է համախոհներ, տնտեսական շահերին համախոհներ, իր աշխարհագրությանը համախոհներ, եւ մենք պետք է օգնենք, որ այս պետությունը կայունանա։ Պարզապես այս թշնամիները այդ չեն ուզում անել, էլի։ Դա համար մեր ժողովուրդը իրենց ճիշտ մոդելավորի։ ընդ որում ամենակարևորը, որ Հայաստանը հիմա բավականին հասկանալի ու ընկալելի արտաքին քաղաքականություն է տանում։ Հա, դրա օրինակը նույն ասենք Իրանին, հա, թեկուզ 1 կամ 2 բեռնատար դեղորայք ուղարկել է, որ դա սիմվոլիզմ է, սիմվոլ է, բայց նաև ճիշտ քաղաքական մոտեցում է։ Այո, ճիշտ է, մեր արտաքին քաղաքականությունը արտաքին աշխարհի համար հասկանալի է, որովհետև մենք հիմա արտաքին քաղաքականությամբ ենք զբաղվում որպես ինքնիշխան պետություն։ Միջև այդ գիտեք ինչ ընկալելի չէ, որովհետև իմացել են, որ կառավարվել ենք։
իմացել ենք, որ տակը մենք չենք հաստատ։ Ղարաբաղն էլ իմացել, որ տակը իրանք չեն, Ղարաբաղցիների շահը չի, դրա համար շատ բան չեն արել, էլի։ Եվ հիմա օրինակ տեսեք, առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ եմ։ Մենք Հայաստան-Իրան գազամուղ ունեինք, չէ, որը Հայաստանը Իրանի դարձնում էր գոնե տնտեսական ռազմավարական գործընկեր։ Վաճ արեցիք Ռուսաստանին, Իրանը մեզ թիրախավորեց որպես ռուսական ագրեսիայի տարածք։ Դրա համար, հա, բարձ է, որ նաև գլխներիցս մեծ բաներ ենք ուզել, բայց այդ Ռուսաստանն է ասել, ուզեք։ Ուզի բան, ենթադրենք Սևերի դաշնագիրը։ Ինքը հրահարել է բորբոքել այն 90 միլիոնանոցի դեմ, որ հետո պետք է լինի մորթի, որ գա շուտ հանձնվես ինձ։ Այսինքն վրեքներս դրել է ինքը մեզնից ծանր քաշեր։ Սիմվոլներս խեղաթյուրել է։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը եղել է, Հայաստանի Հանրապետությունը ունեցել է իր հետ կապ չունեցող սիմվոլներ։ Արարատը սիմվոլը կլինի, պետությունը չլինի։ Քրիստոնեությունը չլինի, պետք չի, բայց Արարատը թող լինի, որ հա, հայության հետ կապ ունի այդ ամեն ինչը, բայց բարձրացնում է մենք որպես ժողովուրդ մեր պետության հետ կապ չունենք։ Մեր սիմվոլները ինչը որ կա, մեզ հետ կապ ունի, եւ բայց մենք մեր պետության հետ բարձրացնում ենք կապ չունենք։ Մեր ոչ մի սիմվոլ այս պետության հետ կապ չունի։ Ամեն ինչ բորբոքել, սարքած է։ Հիմա երբ որ մենք ուզում ենք այս ամեն ինչը փոխենք, հայությանը տեղավորենք Հայաստանի Հանրապետության շրջանակներում, այստեղ հա ուղեղներ կցնցվեն, հոգիներ կցնցվեն, դժվար է, մարդիկ ինչ որ պատմական հուշի գերակայությունից պետք է մի քիչ հեռանան, ամբողջ պետական սիմվոլները խեղաթյուրվել է, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ դրամը ասում էին դրյան, ձեր փողը ձեռ առեք, որտեղ որ պետականության հուշ է, ձեր առնված է, որտեղ որ պատմական հուշ է, գովերքված է։ Բայց հիմա մենք հայությունը գալիս է իր պետության շուրջ է խմբավորվում, aber այդտեղ մի քիչ բան կա, որ դժվար է այս հոգեբանական անցումը, այս զռացողներն էլ դրա վրա փորձում են աշխատել, էլի, այդ վերքը բորբոքել, բայց դա ես կարծում եմ մեր ժողովրդի իմաստուն է եւ իրենց հնարավորություն չի տա։ Շնորհակալություն, պարոն Սուքիասյան, մեր եթերաժամներ սպառվեց։ Հիշեցնեմ, որ տաղավարում ես հյուրընկալել էի քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Ամենայն բարիք ձեզ։